Կարող են արդյոք գնչուները կապ ունենալ Տիգրանի անհետացման հետ, ինչ է պարզել 5-րդ ալիքի լրագրողը Մարմարիկ գյուղում։ Տիգրանի պատմությունը շարունակում է անհանգստացնել բոլորին։ Փոքրիկի լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցերում, հազարավոր սրտեր ամեն օր աղոթում են նրա վերադարձի համար։ Այսօր 5-րդ ալիքի լրագրողներից մեկը հասել է Մարմարիկ գյուղ, փորձելով նոր տեղեկությունների հայտ բերել։ Ինչպես միշտ, պատասխանները շատ են, բայց ճշմարիտը դեռ անհայտ։ Լրագրողն առաջինը հանդիպել էր Տիգրանի պապիկին, մարդ, որի աչքերի խորքում ցավը դարձել է մշտական հյուրը։ Նա պատմել էր, որ ծնողները գնացել են Սուրբ Հովհաննես եկեղեցի իրենց երազանքներն ու աղոթքները տարել Աստծուն։ Մարմարիկի մի քանի բնակիչ էլ հիշել են, որ օրեր առաջ գյուղում գնչուներ էին շրջում։ Նրանք հաճախ են լինում այդ տարածքներում, երբեմն էժան հագուստ են վաճառում։ Իհարկե, սա ընդամենը վարկած է, ոչ ոք, նույնիսկ ոստիկանությունը չի հաստատել որևէ կապ գնչուների և Տիգրանի անհետացման միջև, սակայն հարազատների մեջ հույս է ծագում, գուցե Տիգրանը գողացված է, բայց ողջ։ Այս միտքը պահում է նրանց կյանքում լույսի վերջին շողը։ Ավելի լավ է հավատալ, որ ինչ-որ տեղ է, թեկուզ օտարների ձեռքում, քան մտածել ամենավատը։ Արդյոք իրավապահները հետաքննել են այս ուղղությամբ։ Մինչ այս պահը պաշտոնական հաղորդագրություն չկա, բայց գյուղացիների խոսքը կարևոր է։ Նրանց հիշողությունները, զգուշացումները կարող են լինել թել, որն ի վերջո կհասցնի ճշմարտությանը։ Մարմարիկի փողոցներն այս օրերին լուռ են, մարդիկ խոսում են ցածր ձայնով, աչքերով ամեն տեղ որոնում են Տիգրանին, իսկ փոքրիկ Տիգրանի լուսանկարը ամեն մարդու աչքի առաջ է, որպես հիշեցում, որ մեկի ամենաթանկ երազանքը դեռ չի վերադարձել։ Տիգրանի հարազատներից մեկը գրել է. «Կեղծ լուրեր մի տարածեք, դեռ լուր չունենք»։ Տիգրանի որոնումները շարունակվում են, ամեն ինչ արվում է նրան գտնելու համար, հույսով ու հավատով ծնողների, հարազատների ու հարյուրավոր մարդկանց սրտերում։ Արդեն մի ամբողջ շաբաթ է անցել Մարմարիկ գյուղում 2 տարեկան Տիգրանի անհետացման օրվանից։ Այդ օրվանից ոչինչ այլևս չի եղել սովորական։ Տունը լուռ, բակը դատարկ, սրտերը կոկորդին կանգնած սպասումով։ Մայիսի 4-ից սկսած բոլորի միակ աղոթքը մեկն է՝ Տիգրանը գտնվի։ Ինչ է հայտնի մինչ այս պահը։ Նախնական վարկածը գետն ընկնելը դեռ քննարկվում է, բայց օրեցօր ավելի է խամրում այս տարբերակի հավանականությունը։ Որոնողական խմբերը, որոնք ամեն օր աշխատում են, նշում են, որ գետը մանրակրկիտ ստուգվել է սուզորդների, ջրային տեսախցիկների, դրոնների ու կամավորների օգնությամբ։ Որոշ հատվածներ նույնիսկ փրկարարները փակել են, որպեսզի հնարավոր լինի ավելի խորը դիտարկել գետաբնի հատվածները։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ որոնողական աշխատանքները վաղ առավոտից վերսկսվել են նոր թափով։ Այս պահին կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, անօդաչու թռչող սարքեր, ջրային տեսախցիկներ, հատուկ սարքեր ձայնային արձագանքների որոնման համար։ Բազմաթիվ կամավորներ, տեղացիներ, հարևան գյուղերից մարդիկ, անգամ անհատներ Երևանից միացել են որոնումներին։ Մոտոցիկլետներով զննվում են սարալանջերը, անտառապատ տարածքներն ու նույնիսկ ժայռոտ գագաթները։ Մարդիկ հանդում են քարեր, անցնում յուրաքանչյուր թուփ ու ճյուղի տակով, հույսով, որ մի կետի տակ գուցե Տիգրանի հետքը գտնվի։ Սակայն պետք է նշել կարևոր մի հանգամանք։ Տիգրանի հարազատները, ինչպես նաև որոնողական աշխատանքներին ներգրաված պաշտոնական կառույցները հորդորում են զերծ մնալ կեղծ լուրերի տարածումից։ Որոշ մարդիկ ցավոք ծնողներին զանգահարում են ու սխալ տեղեկություն տալիս, իբր գիտեն երեխայի գտնվելու վայրը։ Սակայն հորաքրոջ կողմից այս վարկածը հերքվեց։ Հարազատները նշել են նաև, որ տեղեկատվության մեծ մասը չի հրապարակվում, որպեսզի քննությանը չվնասի։ Ինչ-որ բան չլսելը չի նշանակում ոչինչ չի արվում։ Տիգրանի ծննդյան օրը մայիսի 9-ն անցավ առանց նրա։ Լուռ հույսով բոլորն աղոթեցին. թող գոնե այսօր Տիգրանը վերադառնա, բայց ցավոք, այդ օրը հրաշք տեղի չունեցավ։ Հարազատները սպասում են Տիգրանին, ինչպես նաև մի ողջ ազգ։ Լուռ հավատքով սպասեցինք, որ ծննդյանդ օրը կլինես ծնողներիդ գրկում, բայց օրը անցավ։ Մենք հույսով սպասում ենք, խնդրում ենք, կեղծ լուրեր մի տարածեք, ամեն ինչ արվում է երեխային գտնելու համար, բայց ամեն ինչ չի կարող հրապարակվել չվնասելու համար, գրել է հարազատներից մեկը։ Նման իրավիճակում մարդիկ երբեմն իրենց անզոր են զգում, բայց իրականում մենք բոլորս կարող ենք օգտակար լինել աղոթքով,
սիրով, լուռ համերաշխությամբ և ամենակարևորը ճշգրիտ տեղեկատվություն տարածելով։ Տիգրանը դեռ կարող է գտնվել, և եթե հույսը չենք կորցնում, ուրեմն դեռ ամեն ինչ հնարավոր է։ Որպես ժողովուրդ, որպես ընտանիք, մենք միասին սպասում ենք նրան ոչ միայն Մարմարիկ գյուղում, այլ ամբողջ Հայաստանում։ Մայիսի 10-ից վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։ Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 263 փրկարարներ, այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայողներ, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։ Որոնողական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ, ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելի քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնել է Նարեկ Սարգսյանը։